չենք արել, ստեղ։ Հուշարձան շենքա 1896 թվականի եւ վերականգնել են շենքը ամբողջությամբ ու այստեղ նաեւ մեր Շարանդայանը Ես մի անգամ եկել եմ, չէ՞ նորոգումից առաջ։ Մինչեւ նորոգում այն ժամանակ թանգարանի հիշում եմ, այսօր բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Այն ժամանակ հիշում եմ, եղել եմ, ես այն ժամանակ շատ տխուր վիճակ էր։ Ահա։ Բարև ձեզ։ Այստեղ վաճառք, հա։ Այո, պարոն վարչապետ, քանի որ մեր թանգարանը նաև շնորհում է ժողովրդական վարպետի վկայական, մենք նման պատիվ ունենք, մենք աշխատում ենք վարպետների հետ, եւ սա մեզ հնարավորություն է տալիս հավաքագրել եւ ներկայացնել տարբեր վարպետների աշխատանքներ։ Եվ այստեղ հենց անգամ Տիկին Անդրեասյանին էինք պատմում, որ փորձելու ենք ավելի կենտրոնանալ հենց Դավուշի Նորվա մարզերի եւ նաեւ Շիրակի մարզերի վարպետների վրա, ու այդպես թանգարանը նաեւ իր կրթական արդեն ծրագրերի միջոցով կարողանա մեծ համայնք ձևավորել։ Շատ լավ է։ Կան այցելուներ։ Այո։ Եվ նորոգում այցելուների թվի վրա ազդում է, թե սեզոն նոր պետք է բացվի տուրիստական։ Ազդում է ու նաեւ այն տեսանկյունից է ազդում, որ Բայց ես լավ կապիտալ ենք նորոգել, հա, պաստորեն, որտեղ այն ժամանակ հիշում եմ տենց եթե համեցեք։ Մեր Շարամեյանից սկսեինք հատվածն է, մենք էլի նախարարության աջակցությամբ 2023 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 20-ամյակներ, նախարարության աջակցությամբ կարողացանք ստեղծել 6 անիմացիոն ֆիլմեր, որոնք հայկական արհեստներին են վերաբերում, եւ Տիկին նախարարի միջնորդությամբ իրենք անմիջապես դպրոցներ ուղարկվեցին, մեզ մոտ հիմա մարզերից գալիս են երեխաներ, որոնք ասում են, որ տեսել են, ու սա մեզ համար շատ մեծ կառուցվել է 1896 թվականին Սամսոն Բեկ Հարությունյանի կողմից, եւ այստեղ եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը շատ հայտնի բարերար էր, շատ կարևոր գործունեություն է ծավալել, եւ մյուս նվիրյալը, ում անունով էլ մեր թանգարանն է կոչվում, Հովհաննես Շարամբյանի համար ժողովրդական արվեստների թանգարան, հենց Հովհաննես Շարամբյանն է, որը շատ մեծ ներդրում է ունեցել այս թանգարանի կայացման գործում, այսինքն թանգարանի հավաքածուի հիմք են հանդիսացել իր եւ Սերիկ Դավթյանի աշխատանքները, եւ մենք այստեղ սկսել ենք ցուցադրությունը հենց նաեւ հատկապես շեշտադրումը դնելով հուշարձան շենքի կարեւորությանը Հովհաննես Շարամբյանի գեղանկարներով։ Մեր էքսպոզիցիան նույնպես ընտանեկան ավանդույթով է շարունակվել, կուրատորները, համադրողները Շարամբյանի թոռն է, Նարեկան Շուղաթոյանը եւ մեր գործընկերը Հրազդանը Թոքմաջյան, Տիկին Բազյանի հետ, որը մեր գիտական բաժնի ղեկավարն է։ Ուրախ եմ շատ։ Այստեղ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա այս գորգերից կարա գործեք։ Մեր գորգագործ վարպետն է, այս առաջին հարկը, որպես հայկական գործվածքի թանգարան, ցուցադրում ենք առաջին հարկում գորգերն ու կարպետները, հայկական գեղարվեստական գործվածքի։ Իսկ հիմա ձեր գործած գորգերը այստեղ վաճառվում են, թե չէ։ Ես ունեմ այստեղ գորգ։ Նկատի ունեմ վաճառքի համար, կարան մարդիկ կան ասեն, այս իրա կրկնօրինակից ուզում եմ, օրինակ կարող է տենց ծառայություն մատուցել։ Կարող է, ու բացի այդ կարող ենք երկու աշխատանք է, երկու շարժանի վերականգնում Հա, շատ լավ է ստացվել։ Պարոն վարչապետ, ուշադրությունը կցանկանայի հրավել կանացիակեր պաղամաններին, որոնք հայկական ժողովրդական արվեստի շատ կարևոր մաս են կազմում, իրենք ասոցացվել են Անահիտ Աստվածուհու հետ եւ խորհրդանիշ են խաբերության, մաքրության ու կենցաղում պահվել են, այսօր էլ սա նոր շունչ է կարելի ստանում, կանացիակեր պաղամանների պատրաստումը եւ անցնում ենք ամենանոր երևի հատվածը թանգարանի, որտեղ ներկայացվում է եւ արվեստական
գործվածքի մի քանի ճյուղեր, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, որոնք նաև ցուցադրում են տարբեր տեխնիկաներ եւ տարբեր հայեցողություններ, այստեղ մեր գեղանկարչական հարթակարն է, սա շատ հետաքրքիր սրահ է, որտեղ փորձել ենք ներկայացնել սոցռեալիզմի շրջանի հայ վարպետների աշխատանքները, առհասարակ հարթակարը մեր հայ ասեղնագործության մեջ շատ հին պատմություն ունի, ու շատ հետաքրքիր է, որ այս ժամանակահատվածում մենք կարող ենք օրինակ հարթակարի միջոցով տեսնել ինչպես կարող էին մարդիկ միաժամանակ ասեղնագործել թե Մաշտոց եւ թե Միկոյան, ինչպես էին սոցիալական, քաղաքական ու հոգեվոր թեմաները միմյանց զուգահեռ դնում, ու սա լավագույն տարբերակն է, այս աշխատանքին էլ կարող եք ուշադրություն դարձնել, շատ հետաքրքիր աշխատանք է, պատկերված է նշանադրության տեսարան, 2 տարեթիվ է, հավանաբար նշանադրությունը 1896-ին է տեղ ունեցել, հետո 1937-ին է գործվել ու տեսեք ինչ գեղեցիկ ավանդույթ կար լուսանկարները տեղադրելու տարբեր ընտանեկան ձևաչափերով։ Սերիկ Դավթյանի գործերն են, իր մասին հատկապես մյուս թանգարանում շատ մեծ կերպով ցուցադրվում է, նվիրալներից մեկն է, հայկական ժողովրդական արվեստի եւ Հովհաննես Շարամբյանի հետ իրենք տարբեր ասեղնագործության դպրոցներ են վերականգնել։ Այստեղ մեր հոգևոր սրահն է, բնականաբար եկեղեցական ասեղնագործությունը շատ կարևոր դեր է զբաղեցնում հայկական մշակույթում։ Եթե ուշադրություն դարձնեք այս նմուշին, կհիշեք պատմության թանգարանում Սրբազան երկխոսության շրջանակում նույնպես ցուցադրվում է, երբ այս նմուշներից կա 4 նմուշ Հայաստանում, որոնցից 2-ը իջմիացնում են, մեկը պատմության թանգարանում ու մեզ մոտ, իսկ այստեղ կարող եք տեսնել եզակի նմուշները, օրինակ այս շատ հետաքրքիր վակասները, ինքը հոգևորականի հագուստ է, օդիքի դեր է կատարել եւ տեսնում եք այնտեղ առաքյալներով է պատկերված ու ասեղնագործության որակը կարող եք նկատել ինչ պրոֆեսիոնալ դռնի ներքևինի հետ կապան է եւ նաեւ այս փայտին խնդրեմ ուշադրություն դարձնեք, որոնք նույնպես ենթադրվում է, որ նույն վայրից են էլի։ Բայց այն ժամանակ որ եկա կար այս բաները ցուցադրված, հա, շատ էր չկա։ Մամակի իրենց մի քիչ ավելի մշակել ենք։ Այս անկյունը մեզ համար շատ եզակի է, ասել անգամ, որ եկել եք, տեսել եք, ու մենք այս անկյունը ձեռք չենք տվել, որովհետև պատրաստված էր հենց Շարամբյանի կողմից եւ կարողացել ենք իր ստեղծած անկյունը պահպանել։ Շատ լավ է։ Եվ այս տարի Շարամբյանի 100-ամյակն է։ Բանվարչապետ շատ խորհրդանշական է, որ թանգարանը վերաբացվեց Այստեղ հարկ է նշել, այս երկու հատվածներում ներկայացվում են հայկական ասեղնագործ դպրոցների կարևորագույն նմուշները եւ մեզ այս ցուցադրությունն ամբողջական դարձնելու համար օգնեց նաեւ պատմության թանգարանը եւ պահպանության ծառայությունը, որոնք իրենց հավաքածուներից նմուշներ տրամադրեցին ցուցադրությունը ամբողջացնելու համար։ Այստեղ Մարաշի ասեղնագործության նմուշներ էին, Մարաշի հյուսված կար, ծածկոցելի հարթակարի ձևով Ընտրամաբանությամբ եք ներկայացրել, որ դպրոցներով բոլոր դպրոցները ասեղնագործության լինեն։ Բնականաբար տարածքը շատ փոքր է, պարոն վարչապետ։ Բայց ահագին էլ ցուցանմուշ եք տեղավորել։ Այո, անհնար ամբողջությամբ։ Եվ հիմա Դիլիջանում մարդիկ ունեն հնարավորություն գալ ու հայկական գործվածքի պատմությանը խտացված ծանոթանալ։ Դա համար այսինքն ամբողջական կողմ է։ Այստեղ արդեն տարածային համալիրի տարբեր դրսևորումներ են։ Ամեն դեպս ակնհայտ է, որ լավ է ստացվել ընդհանուր վերական, շատ թարմ շունչ է ստացել, պահելով այն ինչ որ կար նախկինում։ Այստեղ այն քապի նմուշներն են, ուղղակի կուզենայի ձեր ուշադրությունն այս շատ գեղեցիկ նմուշին դարձնել։ Սա նվիրատվություն է, մենք հիմա թանգարանում ակտիվ աշխատում ենք, որ սփյուռքից մարդիկ նաև իրենց պապիկների, տատիկների կարևոր նմուշները փորձեն թանգարանի նվիրել, հայցատարի ինքնիվերսիտացը ամբողջությամբ հայկական այն թափ է։ Եվ մեր չքնաղակուն այստեղ ժանյակներն են, որ կտեսնեք իրերի
ասետնագործության ամենանուր երևույթները տեսակը արվեստի եւ մեր հայտնի պատշգամբ, որը պահպանել ենք այդ հարմարությունից հետո մեր ցուցադրությունը վերադարձել է եւ այստեղ մեր Էս ինչ է։ թեման է, այստեղ հացի թեմային վերաբերող Սա ինչ է։ Սա մի րոպե իմ բազայան ասեք իրարություն Հա, ինքը կամ է, կամ այսինքն որով կալսել են հացահատիկը։ Հին կալսիչ մեքենայի է, պես կարելի ասել, մինչև մեքենայականն է, էս մենք այստեղ հիմա շատ հետաքրքիր սոցիալական տարբեր պրոյեկտներ ունենք, այսինքն այցելուներ ավելացնելու համար փաթեթներ ենք մշակել եւ զբոսաշրջիկը կարող է գալ իր ձեռքով պատրաստել իր հուշանվերը եւ գնալ եւ այս բակի շրջանում էլ մեր կողքը հիմա մեր գործընկերներն են Վինրոք հիմնադրամը, որոնց հետ հարևանության պրոյեկտ ենք մշակել հանուն սոցիալական մեծ ազդեցության եւ փորձելու ենք հարևանության նախագծում մեծ նոր նախագծեր իրականացնել, որոնք փորձեն սոցիալական լուրջ ազդեցություն թողնել թե քրթական, թե մշակութային։ Լավ։ Դե ճանապարհն էլ ենք նորոգում, հա։ Երբ կավարտվի։ Ստեղի ճանապարհն էլ էր, էլի շատ վատ վիճակում էր։ Իսկ այս խճային հատվածը սենց մնալու է, ահա, սենց կոլորիտային։ Խճային հատվածը սենց մնալու է, հա։ Հա։ Այսպես Հա, ված չի։ մտածում ենք հետագայի համար նաև կողքը փոքրիկ տարածք Հա, չէ, բայց ված չի, տենց եթե մնա։ Իհարկե ված չի։ Շատ լավ թանգարան է։ Գորգեր կան, շատ լավ եւ ուրիշ ցուցանիշ։ Շատ լավ։ Հուշանվերների վաճառքն էլ է։ Հուշանվերներ կարելի է ձեռք բերել, ինչը լավ է։ Շատ լավ, դե այսքան է այսօր։ Առաջ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։